Բարև ձեզ Տիկին Գյուրեղյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք ձեր տեսակետը եւ իհարկե դուք էլ նաեւ մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց հետ կապված մշտապես հետեւողական եք եղել եւ ծավալուն աշխատանք եք տարել, երբ դեռ ազգային ժողովի падգամավոր էիք եւ ամենաբարձր ամբիոնից բարձրաձայնում էիք հենց այս կրթական ոլորտի եւ ոչ միայն նաեւ առողջապահական ոլորտի այն կեղծիքները, որոնք անընդհատ այս իշխանության ներկայացուցիչներն իդեմս իրենց նախարարներով փորձում էին խաբել հայ ժողովրդին։ Բայց հիմա գանք 9-րդ գումարման ազգային ժողովի նիստերն են ընթանում, ազգային ժողովի նախագահ, փոխնախագահների ընտրություն, Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Նախ առաջին անգամ վեհարանը սկսեց իր ներողություն, ազգային ժողովը սկսեց իր աշխատանքը առանց վեհափար Հայրապետի օրհնության, իհարկե ընդդիմադիրները նույն երեկոյան գնացին եւ ստացան վեհափարի օրհնությունը, բայց կուզեմ նախ այս խայտարակությանն անդրադառնաք եւ հետո մեկ-երկու մեջբերում կանեմ Ռուբեն Ռուբինյանից եւ կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես այսօր երկար տարիներ անց առաջին անգամ այստեղից խոսելու եմ որպես արժեպատգամավոր, բայց դա չի նշանակում, որ ես դուրս եմ մնալու երկրում իրացվող այս երևույթների մեկնաբանություններից, իմ քաղաքական պայքարը դադարեցնելու եմ կամ անտարբեր եմ լինելու, իհարկե ոչ, եւ այդ համատեքստում այո իսկապես ես կխոսեմ այսօրվա իրողությունների մասին, նաեւ այն իրողությունների, որոնք կան ու դեռ շարունակվում են մնալ։ Նախ այո ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Եթե ուշադրություն դարձրեցիք սիրելի հայրենակիցներ, կամ լսեցիք կամ չլսեցիք, ինչ էր խոսում, ազգային ժողովի նախագահի տեխնացու Ռուբեն Ռուբինյանը, ինչ նախագծերի մասին, ինչ գործունեություն ծավալելու, ինչ տիպի գործողություն ծավալելու մասին էր խոսում, նա ինչ էր ասում, եթե ամփոփ մեկ նախադասությամբ ասենք, նրա ասածը հետևյալն էր. ունենք այն ինչ ունենք, այո հանձնել ենք, այո պարտվել ենք, այո մենք պատրաստվում ենք հանձնել, այո մենք պատրաստվում ենք իրականացնել Ադրբեջանի թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները եւ դուք ընդդիմություն հարմարվեք եւ եկեք այդ հարմարվողականության մեջ իրար հետ բարեկրթորեն համագործակցենք, սա էր նրա ասածը։ Այդ մարդու ելույթից բոլորովին չէր երևում, որ մեր երկիրը խորհրդարանական երկիր է, որ մեր երկրում առաջնային մանդատը խորհրդարանինն է եւ քաղաքականություն որոշողը ըստ էության ազգային ժողովն է, խորհրդարանն է եւ նա որպես ազգային ժողովի նախագահ ինչ մոտեցումների առաջարկների մասին պետք է խոսեր, ինչ մոտեցումներ ուներ, ինչպիսի նախագծեր ուներ, նրա ելույթում ոչ մի ակնարկ անգամ չհնչեց, թե ինչպես է նա որպես նախագահ փորձելու պայքարել գերիների հետ վերադարձի համար Բաքվի բանտերից։ Նա որպես նախագահի տեխնացու, որ երբևիցե ոչ մի բառ անգամ չխոսեց ցեղասպանության ճանաչման, միջազգային ճանաչման շարունակելիության մասին։ Նա որպես նախագահ չխոսեց, թե ինչպես է նա պատրաստվում եւ կամ ինչպես է պատկերացնում մեր խորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի ամեն օր հնչող նորանոր պահանջների մասին։ Ոչ մի արձագանք եւ դեռ ավելին, երբ հստակ հարց է հնչում, արդյոք ինքը որպես նախագահ կամ նախագահի տեխնացու պատկերացնում է այդ իր նշած 29743 քառակուսի մեջ Տիգրանաշեն կա թե չկա, նա այդպես էլ չպատասխանեց իրենց այն ասում են գեղցի շուստրությամբ, այն մի գեղցի կառավարիչը վարչապետ, սա իր գեղցի շուստրությամբ շրջանցեց հարցը եւ ասում է մենք տեր ենք 49743-ին։ Լսի, քեզ հարցնում են ուղիղ, մենք տեր ենք մեր Տիգրանաշենին, ասում է մենք տեր ենք մեր 29743-ին, շատ հրաշալի է։ Եթե Ադրբեջանը վաղը մյուս օրը պահանջի մեզնից մեր այդ հաշվարկները կատարել ուրիշ թվային համակարգում, ապա սրանք նորից պահանջելու են, այո մենք համաձայն ենք այդ նոր թվային համակարգում եւ 29743-ը կապահովեն։ Սա իրենց տեսակն է, սա իրենց ծրագրի իրական պատկերացումն է եւ դրա համար չէ որ դրանք այդպես ընտրությունները կեղծեցին, ոչ թե կեղծեցին, մեղմ է ասած կեղծելը, գողացան ուղակի Բարգավաճ Հայաստանի ձայները գողությունով նրանք այսօր ապահովեցին իրենց 63 մանդատը, որպեսզի այդ ամեն ինչը իրականացնեն, ինչ պահանջում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այնպես որ նույնը նաև փոխնախագահների ելույթների պարագայում
եթե որևէ մեկը որևէ կառուցողական առաջարկ խորհրդարանական քաղաքականության ուղղությամբ, տարբեր երկրների հետ հարաբերությունների ուղղությամբ, տարբեր ոլորտների գործունեության ոլորտների ուղղությամբ լսել է, ապա թող այսպես ինձ հետ չհամաձայնվի, ես անձամբ կներեք չեմ լսել, որովհետև չի հնչել։ Այնտեղ ընդամենը խոսվել է հետևյալ ուղերձով. մենք ունենք այն, ինչ ունենք, հանձնել ենք, հանձնում ենք, հանձնելու ենք, լսելու ենք, գլուխներս խոնարհելու ենք, եւ դուք ընդդիմություն մեզ հետ պետք է համագործակցեք, առաջարկում ենք համագործակցել բարեկիրթ եղանակով, բարեկրթորեն հանձնենք Տիգրանաշենը, բարեկրթորեն հանձնենք մյուս անկլավները, բարեկրթորեն հանձնենք տարածքները, որտեղ այսօր մեր ինքնիշխան տարածքներն են, բայց թուրք-ադրբեջանական զորքն է կանգնած, ադրբեջանական զորքը, սա է նրանց առաջարկը եւ իհարկե ընդդիմությունը պետք է անընդհատ պայքարի այս մոտեցումների դեմ։ Ռուբեն Ռուբինյանը նաև իր ելույթում ասում էր, որ իր 2-ամյա երեխան ծնվել է խաղաղության պայմաններում եւ ինքը ամեն ինչ անելու է, որ երեխաները ծնվեն ու մեծանան խաղաղ պայմաններում։ Գիտեք, սա շատ լավ միտք է, բայց երբ որ այս միտքը արտահայտում է մի իշխանության ներկայացուցիչ, որի օրոք 4 պատերազմ է բերվել հայ ժողովրդի գլխին եւ մի ամբողջ սերունդ 2000-ականների եւ հազարավոր ուղակի զոհեր ունենք, հայրենիքի կորուստ ունենք եւ որքան երեխաներ են անհայր անծնող մեծանում, խնդրեմ այս մասով ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, այո, շատ կարևոր բանի մասին դուք հարցրեցիք։ Գիտեք, Ռուբեն Ռուբինյանը հպարտանում է, որ իր երեխան, 2 տարեկան երեխան ծնվել է խաղաղության շրջանում։ Ռուբեն Ռուբինյանը չի անդրադառնում այն հարցին, թե քանի երեխա չի ծնվել իրենց քաղաքականության, բերած քաղաքականության արդյունքում չի պատասխանում, չի անդրադառնում այն հարցին, թե ինչու մենք այդ հազարավոր երիտասարդներ զոհեր ունեցանք եւ արդյոք դա իրենց քաղաքականության արդյունքը չէր։ Իհարկե նա չի կարող հերքել իմ ասածը, որովհետև իր ղեկավարը վարչապետ Փաշինյանը եկավ ազգային ժողովի ամբիոնից ասեց, մենք այս արդյունքը կունենայինք առանց զոհերի, բայց մեզ դավաճան կասեին, բայց Շուշին հանձնել էր պետք, բայց մեզ դա պետք էր։ Այսինքն իրենց ծրագիրը ավելի շուտ թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիր իրենց ձեռքերով իրականացնելու համար գնացին հազարավոր երիտասարդների զոհերի, ում երեխաները չծնվեցին, ում երեխաներն այլևս չծնվեցին, եւ դրանից հետո նա հպարտորեն խոսում է իր 2 տարեկան երեխայի խաղաղության շրջանում ապրելու մասին, սա լկտիություն է, սա սրիկայություն է, սա չգիտեմ անմարդկային, անբարոյականության որ կետն է, ինչպես կարելի է դրա մասին խոսել հպարտորեն։ Ձեր երեխան ծնվել է, շատ ուրախ ենք, որ շատ երեխաներ այո ծնվել են խաղաղության այս օրերին, եթե ձեր ասած խաղաղության շրջանում, այո շատ ուրախ ենք, որ շատ երեխաներ են ծնվել, եթե իհարկե այդքան շատ են ծնվել, մենք կարիք ունենք շատ ավելի շատ երեխաների ծնունդների, բայց չպետք է երբևիցե մոռանանք, որ հենց ձեր իշխանության սխալ քաղաքականության, ես չեմ սխալ մեր պատկերացումներով, իսկ իրենց պատկերացումներով ճիշտ, իրենց վարած քաղաքականության արդյունքում հազարավոր երիտասարդ զոհերի երեխաներ պարզապես չեն ծնվել։ Հասկանում եք, դե ինչի մասին է խոսքը։ Եվ ելի եմ կրկնում, դա անբարոյականություն է իր ելույթում առնվազն չանդրադառնալ այս զոհերին, առնվազն չանդրադառնալ գերիներին, առնվազն չանդրադառնալ այն պայքարի մասին, որը պետք է իբր թե տարվի իրենց խորհրդարանի կողմից գերիներին հետ վերադարձնելու, հնարավորինս ամեն ինչ անելու, որ մեր երիտասարդները, որ մենք ավելի շատ երեխաների ծնունդ ունենանք, փոխանակ դրա մասին խոսի, փոխարեն դրա մասին խոսի։ Ինչ խաղաղություն, երբ որ Ադրբեջանի նախագահը, փոխնախագահը ամեն աստծո օր ասում են հստակ, բառացի խաղաղության պայմանագիր չի լինի, եթե եւ պահանջում դնում են, շարադրում են այդ նախապայմանները։ Եթե սահմանադրություն չփոխեք, եթե ցեղասպանության ճանաչման գործընթացը համաշխարհային ճանաչման գործընթացը չդադարեցնեք, եթե 300,000 ադրբեջանցիները չկան, այս նախապայմանները նրանք թելադրում են եւ հստակ
ինչպես ասեն, գոնե Ռուբինյանը թուրքերեն լավ գիտի, լավ պիտի հասկանա, որ իրեն հստակ ասում են, եթե այս նախապայմանները չի իրականացնեք, խաղաղության պայմանագիր չի լինի։ Այսինքն իրենք հասցնում են, այս ընթացքում քանի դեռ նախապայմանների քննարկման շրջանն է, իրենց երեխաները կծնվեն, իրեն դրանից առաջ եւ դրանից հետո ջրհեղեղ սկզբունքն է իրենց համար։ Սա է իրենց քաղաքականությունը, այնպես որ սիրելի հայրենակիցներ, մենք այս պահի դրությամբ, եթե չունենք խաղաղություն, մենք ունենք խաղաղության իմիտացիա, մենք չունենք պայմանագիր խաղաղության վերաբերյալ, ով է երաշխավորելու, ինչ երաշխավոր խաղաղության, երբ որ խաղաղության մի կողմը հստակ ասում է խաղաղություն չի լինի, եթե դու իմ ասածը չանես։ Դա խաղաղություն չի, դա կապիտուլյացիայի պահանջ է եւ այս մարդիկ հստակ հայտարարում են, որ այո, իրեն կապիտուլյացիան բոլոր պահանջները կանեն։ Այնպես որ Հասմիկ Հակոբյանը ասում է ընդդիմությանը, ձեր քթերից բերելու ենք, որ 300,000 ադրբեջանցիների գալով ահաբեկում էիք հայ ժողովրդին։ Գիտեք, այսինքն ինչպես են մեր քթերից բերելու են 300,000 ադրբեջանցիները գալու են եւ այդ 300,000 ադրբեջանցիները գալու են տեղի բնակիչների քթից են բերելու, սա է հայտարարում, դա մենք գիտենք, որ հենց որ գան իսկ իրենք անելու են, իսկ իրենցից որևէ մեկը որևէ մի անգամ Ադրբեջանի կողմից այդ հայտարարություն անողներից որևէ մեկին ի պատասխան ասեց, որ լսեք 300,000 ադրբեջանցի չի գալու։ Այսինքն ինչ է նշանակում քթերից բերելու են։ Հա, որ ադրբեջանցիները գան, իհարկե քթերից բերվելու է հայ ժողովրդի, բայց 300,000 ադրբեջանցին հենց մտավ Հայաստան, իրենց աճի այս տեմպերով, մի քանի տարի հետո առանց պատերազմի, առանց որևէ դժվարության այդ 300,000 ադրբեջանցին դառնալու է առնվազն 600-700-800,000 ընտրող եւ ունենալու է իրենց կողմից ձևավորված կառավարություն, իրենց կողմից ձևավորված ազգային ժողով։ Հա, դա ընդդիմության քթերից բերել չէ, դա Հայաստանի Հանրապետության ինքնաոչնչացում է, այնպես որ հենց իր քթից էլ է բերվելու։ Ինքը այլևս падգամավոր չի լինելու, չի էլ պատկերացնում, որ ադրբեջանցին առաջին հերթին իր քթից է բերելու, ինչու, որովհետև ադրբեջանցին շատ լավ հասկանում է, որ ինքը եթե նման արդյունք է գրանցել է նման դավաճանների շնորհիվ, իսկ իրեն դավաճան պետք չի լինելու եւ ինքը առաջինը քթից բերելու է հենց այդ դավաճանների, առաջինը պատժելու է այդ դավաճաններին, ոչ մեկին դավաճան պետք չի, առայժմ իրենց կօգտագործեն, իրենց դավաճանությունը կօգտագործեն թուրքերը, ադրբեջանցիները, կհասնեն իրենց ծրագրի արդյունքներին եւ հենց այդ դավաճանների քթից բերելով նրանց վռնդելու են։ Ես մի անգամ ելույթներիցս մեկի ժամանակ միգուցե դաժան էր, բայց ասեցի, որ Աստված մի արած է, բայց այս ձեր քաղաքականության արդյունքում ՔՊ-ի ներկայացուցիչներ, վաղը մյուս օրը դուք պայքարելու եք այն թանգարանային մեկ տեղի համար, ում կենթանի կթողնի ադրբեջանցին։ Հիշում եք, այդպես էին ասում են, մեկ հայ ենք թողնելու, այն էլ թանգարանի համար։ Դուք պայքարելու եք, թե ձեզնից ով է մնալու այդ մեկ նմուշը։ Հիմա իրենց քթից բերվելու է այդ կերպով եւ թող իրենք չկասկածեն։ Շատ լավ։ Հայկ Կոնջորյանն էլ ընտրվեց ազգային ժողովի փոխոսնակ, տեղակալ, այսինքն, հա, փոխոսնակ ճիշտ եմ ասում, ու ինչն է թեման, տեսակ, չէ, ասած, երբ խոսք գնաց իր կնոջ $10,000 աշխատավարձով HiPost-ի տնօրեն լինելու մասին, այսպես դեռ մի արդարացնելու համար ասում ամենաքիչ աշխատավարձ ստացողն է եղել նախկին տնօրենների համեմատ քիչ այս մասով խնդրեմ Տիկին Գյուրենյան ձեր տեսակետը։ Գիտեք, էլի նույն բանը կարող եմ ասել, մոռանալով, որ ինքը խորհրդարանական երկրի խորհրդարանի փոխոսնակի տեխնացու է եւ իր ելույթը պետք է կառուցի խորհրդարանական գործունեության վերաբերյալ իր մոտեցումներով, խոսում է իր կնոջ աշխատավարձի ստանդարտ լինելու, նորմալ լինելու մասին։ Գիտեք ինչ է հիշեցի, երբ որ նրա այդ խոսքերը լսեցի, երբ որ նախորդ նստաշրջանում ոչ 21 թվականից նախորդում դեռևս Կոնջորյանը լուսավոր Հայաստանի падգամավոր էր, դեռևս լուսավոր էր։ Նա այն ժամանակ ավելի երիտասարդ էր եւ իր ելույթը սկսեց այդպես իր առաջին այդպես կարկառուն ելույթը։ Այո, մենք երիտասարդներս կաշառք չենք վերցրել։
Եվ ես լուսավոր Կոնջորյանին, երբ որ մենք ԵԱՀԿ-ի գործողման էինք միասին, հարցրեցի, արդյոք իրեն որևէ մեկը բանի տեղ դրել է եւ իրեն կաշառք առաջարկել է։ Ասաց ոչ, ասի բա երբ որ քեզ բանի տեղ կդնեն, կաշառք կառաջարկեն եւ դու կաշառքից կհրաժարվես, այն ժամանակ իրավունք կունենաս այդպես անպագորգոր հայտարարություններ անելու։ Քեզ դեռևս կաշառք չեն առաջարկել, դու չես հրաժարվել, ինչպես ես ասում դուք կաշառք չեք վերցրել։ Հիմա այս պահին կնոջ աշխատավարձը իր կաշառքն է, հենց իրեն առաջադրված կաշառք է, դրա անունը կաշառք է, ուրիշ ոչինչ, այո, դա կաշառք է Կոնջորյանին, որպեսզի նա ազգային ժողովում ցանկացած որոշման համար կոճակ սեղմի, որպեսզի նա ազգային ժողովում ցանկացած հարցի շուրջ ՔՊ-ի պաշտպանություն ելույթ ունենա, այսպես խելացնոր հայտարարություններ անի, սա կաշառք է, եւ փաստորեն պարոն Կոնջորյան, դուք շատ լավ էլ ընտանյոք հանդերձ այդ կաշառքը վերցրել եք, այնպես որ իզուր է ձեր խոսքերը եւ եթե դուք դա համարում եք ամենացածր աշխատավարձը, խելքի հաշեցեք, բայց այդ դեպքում հայ ժողովուրդը այդ $10,000 շատ է, բա 10,000 դրամ բարձրացրեցիք թոշակառուների թոշակը, գլուխներդ գովում եք, եթե ձեզ համար $10,000 քիչ է, այդ ոնց եղավ որ թոշակառուների համար 10,000 դրամը շատ է, այնքան շատ է որ թոշակառուները պետք է գլխիկոր ձեր առաջ խոնարհվեն, դուք 10,000 դրամ բարձրացրել եք, մի հատ մտածեք էլի խոսելուց առաջ, ի վերջո ձեր սանձարձակությանը, ձեր այդպես այդ չանմտածված նման հայտարարությունների ինչա փուսահման լինելու է, թե որ իհարկե լինելու է, սիրելի հայրենակիցներ, համոզված եղեք, դուք արդեն ինքներդ եք տեսնում, դուք ինքներդ համոզվում եք, որ հանրությունը իսկապես արդեն այլևս այս իշխանություններին չի ընդունում, այլևս իշխանությունների բոլոր սխալներին այնպիսի արձագանք է տալիս, որ ցանկացած ընդդիմադիր գործիչ կնախանձեր, այո, հանրության ամենապարզ ներկայացուցիչը այնպիսի արձագանքներ է տալիս նման հայտարարություններին, որ ընդդիմադիրները այլևս նույնիսկ բան չունեն անելու ասելու, որովհետև իսկապես հանրությունը լրիվ ճիշտ գնահատականներ է տալիս եւ շարունակելու է պայքարել սրանց հեռացնելու համար։ Այո, խոսում ենք իրենց, այսպես ասենք, հա, սա թալանի մեկ այլ ձև է, նաև հենց այդ աշխատավարձը աստղաբաշխական, որտեղ իրենք անդադ փորձում են թմկարել նախկինների թալան։ Տիկին Գյուրեղյան, ամբողջությամբ տնտեսությունը հասցրել են կոլապսի, մենք նաև դրան կանդրադառնանք, թե տնտեսվարողները, արտահանողները ինչ խնդրի առաջ են կանգնել, բայց սրան զուգահեռ մենք իմանում ենք, որ այս ամիս վարչաֆեստ է տեղի ունենալու, որի համար Պահոստային ֆոնդից 175 միլիոն է տրամադրվել, Փաշինյանի հեծանվային արշավի համար 24 միլիոն է տրամադրվել, խնդրեմ։ Գիտեք, այս մարդիկ աշխատում են, ապրում են հետևյալ սկզբունքով, քանի դեռ հնարավորություն կա վերցնենք լափեն իրենց իսկ բառերով ասած դա իմ բառը չի, դա իրենց բառն է, այսինքն քանի դեռ հնարավորություն կա իրենք վայելում են իրենց պաշտոնը, նրանք կներեք սիրելի հայրենակիցներ, բայց թքած ունեն մեր ժողովրդի կյանքի պայմանների վրա, նրանք թքած ունեն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա, այո, իհարկե միլիոններ են տրամադրելու այս կամ այն միջոցառումներն իրականացնելու համար, իսկ ինչ այդ միջոցառումները ինչ արդյունք են տալու երկրի սովորական բնակչի կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ իհարկե ոչինչ։ Նրանք ընդհանրապես ինչը իսկ որտեղից են այդ միլիոնները հարկերից չէ, իսկ ինչ հարկերից, ինչ միջոցներից են էլի տրամադրվում։ Երբ որ այսօր իրենք արդեն կամաց հրաժարվում են իրենց հայտարարած առողջության ապահովագրության համակարգից, բառացի չեն ասում, բայց երբ որ ապահովագրության համակարգի համար այլևս առաջի կիսամյակում 2.9 միլիարդ են բերել Պահոստային ֆոնդից, երկրորդ կիսամյակում
8 միլիարդ են բերել պահուստային ֆոնդից, որովհետև չունեն, փոխարեն մտածեն տնտեսությունը զարգացնելու մասին, մտածում են ինչ որ միջոցառումներ իրականացնելու մասին եւ դեռ ավելին հարկերից են վերցնում, բայց ում հարկերից եթե արդեն ամեն օր ամեն մի աստծու օր նոր հիմնարկ են փակում, նոր ձեռնարկություն են փակում, նոր սեփականատիրոջ վրա հարձակում են իրականացնում, սրանք այդպես էլ արել են, հիմա այսքանից հետո գլուխները գովալով ասում են մենք դիվերսիֆիկացիա ենք անելու տնտեսությունը, մենք ներդրումներ ենք ապահովելու Խելքը գլխին ողջամիտ որևէ ներդրող իր գումարները կբերի, ես երկրում ներդրում անելու, այն պարագայում, երբ որ ներդրողը չգիտի վաղը իր գումարները տնօրինելու է թե ոչ, շատ ներդրողներ արդեն ներդրել են ու այլևս փաստի առաջ են կանգնել, որ ողջամիտ ներդրողն է այս ամեն ինչ անելու։ Եվ գիտեք ինչ է հիշեցի, երբ որ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ որպես վարչապետի տեխնացու ելույթ էր ունենում, հենց դրա մասին էր խոսում, գիտեք, աշխարհի տարբեր անկյուններից տարբեր ներդրողներ զանգում ինձ են հարցնում են ինձ իրեն հարցնում են թե երբ է ինքը վերջապես վարչապետ դառնալու որ այդ ներդրումները գան ու երբ որ ես հարցրեցի կես տարի անց մի քանի ամիս անց Փաշինյան այն ձեզ զանգող ներդրողների ներդրումներից ինչ լուր կա որտեղ են ասում եմ Տիկին Գյուրեղյան հո ներդրումը այդ գումարը բարձի տակ դրած գումար չի հանեն բերեն դե կբերեն էլի Ոչ մեկն էլ չի բերում, ներդրում արածը թողել հեռացել է, Վանաձորում ներդրում էին արել, գազի բալոնների գործարան էին բացել, ներդրողը թողեց հեռացավ, ինչու, որովհետև ուղիղ հայտարարեց, որ այս իշխանությունների հետ նման բան չի անելու, ներդրողներ կային, որոնք հեռուստացույցի գործարան պիտի բացեին, ժապավենը կտրեցին, գործարանը չկա, երկու անգամ ասենք այդ գազի բալոնների գործարանի ժապավենը կտրեցին գործարանը չկա այսինքն սրանց ասածը մենակ դա է ուղղակի թղթի վրա իրենց թվում է որ իրենց ասածները ոչ մեկը չի հիշում իրենք որ չեն հիշում այդ իրենց թվում է որ մյուսներն էլ չեն հիշում էս է իրենց գնաց Աստանա ներդրողների հետ հանդիպման ժամանակ Վարչապետը, երկրի ղեկավարը կանգնում է ներդրողների առաջ, փոխարեն խոսի Հայաստան երկիր ներդրումների շահավետության մասին ասում է, գիտեք ասում է, հայ ժողովուրդը լոդր է, հայ ժողովուրդը մորթում է իր անասունին, մորթում է վերացնում է իր բիզնեսը, որպեսզի սոցիալական նպաստ ստանա։ Խելքը գլխին մտածող վարչապետը, երկրի ղեկավարը ներդրողների առաջ իր ժողովրդին այդպես է ներկայացնում, այդ դրա համար էլ ոչ մի ներդրող չկա։ Եթե ներդրողը գալու է, չգիտի իր ներդրած գումարների հետ ինչ է լինելու։ Եթե ներդրողը գալու է իմանալով, որ այստեղ ժողովուրդը աշխատասեր չի, լոդր է, նպաստի համար ինքը մորթում է իր անասունին, կովը, ոչխարը, չգիտեմ ինչը։ Այդ որ ներդրողն է խելքը կորցրել, որ վերցնի գա, իհարկե կարող են լինել ներդրողներ, բայց եկեք հասկանանք սիրելի հայրենակիցներ, այդ որ ներդրողներն են, եթե ոչ թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերի հետ համահունչ ընթացող ներդրումները կարող են լինել։ Այսինքն իրենք ամեն ինչ անում են, որ նորմալ ներդրումային հոսքը դադարի եւ մենք միայն կախվածության մեջ հայտնվենք թուրք-ադրբեջանական ներդրումներից։ Սա է իրենց քաղաքականությունը հասկանում եք, մենք չասենք, որ իրենք չեն կարող, իրենք կարող են, բայց անում են այն, ինչ իրենց թելադրել է, իրենց ծրագիրն է, ադրբեջանցիներին է ստեղ բերել, ադրբեջանական փողերով դադարեցնել, կանխարգելել մնացած բոլոր ներդրումները եւ վերջապես Հայաստանը դարձնել թուրքական վիլայետ։ Եվ սա կամաց անում են Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխել, Ադրբեջանի պահանջով չխոսել գերիների մասին, Ադրբեջանի պահանջով չխոսել մեր երկրի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին։ Սա անում են եւ սիրելի հայրենակիցներ, մենք իհարկե մենք իրավունք չունենք այս ամենի հետ հաշտվելու եւ դեռ այդ խոսեցիք Տիգրանաշենի մասին Ռուբեն Ռուբենյանը ասում է եւ իհարկե մենք 29743 պահելու ենք եւ անպայման դրա համար հանրակրվե ենք անելու իրենց հույսը հանրակրվեն է, իրենց հույսը չի հանրակրվեն, դա ադրբեջանական մի նոր պահանջ է, հիշենք փոխնախագահը այդպիսի ելույթ ունեցավ եւ ասաց նրանք տեսնելով ընտրություններից հետո որ այլևս ԿՊ-ն 2/3 չի կարողանում ապահովել, այլևս չի կարողանալու 1/4 հանրակրվեի այո ապահովել
իրենք առաջարկեցին եւ խոսեց Հաջիևի այդ մասին, ասեց մենք բանակցում էինք տարբեր իրավական ճանապարհներով այդ արդյունքները գրանցելու հնարավորությունների մասին։ Հասկանում եք, ադրբեջանական կողմը հստակ ասում է, որ տարբեր իրավական ճանապարհներ են փնտրում, որպեսզի կարողանան իրականացնել իրենց ցանկալի հանրակրվեն, իրենց ցանկալի արդյունքը։ Իսկ ինչ տարբեր իրավական ճանապարհների մասին է։ Առաջին մի իրավական ճանապարհը ընդհանրապես նախորդ նստաշրջանի նախորդ գումարման վերջին նիստում փոխեցին ընտրական օրենսգիրքը եւ այնտեղ մտցրեցին ռեֆերենդների 173 դա պատահական չեն, հասկանում եք, դրանք իրավական ճանապարհով իրենց հանրակրվեներն իրականացնելու համար, իրենց արդյունքներին հասնելու համար հանրակրվեների պահանջ են։ Եվ սրանք ինչ են ուզում անել։ Այո, միգուցե վաղը մյուս օրը կարողանային իհարկե փոխել 2/3 պահանջը, 1/4 պահանջը, բայց այլևս չեն կարող, որովհետև այդ 2/3 չունեն, բայց իրենք ամեն ինչ անելու են, որ փորձեն սահմանադրությունը փոխելու այլ ճանապարհներ գտնել, իսկ դրա համար սիրելի հայրենակիցներ, մենք պետք է շարունակենք պայքարը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այո 2/3 չունեցան, հաջորդ անգամ հանրակրվեն չստացվի։ Սա մեր բոլորի համար խիստ առաջնային պահանջ է, որպեսզի մենք ունենանք Հայաստան երկիր եւ սկսենք կամաց կառուցել, կամաց խելքի բերել։ Ձայները գողացան, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը գողացան, գողանում են եւ հպարտանում դրան, մունցիվելեսը տեսակ ինչպես գողացան, իրենք խոսում են աշխատատեղերի մասին, բայց ամեն Աստծու օր մի նոր ձեռնարկություն են փակում, նոր հազարներ ու հարյուրավոր աշխատողներ են արդեն գործազուրկ դառնում, սա է նրանց գործելավոճը։ Ինչու՞, որովհետև իրենց կոկորտին ոսկոր է դարձել այդ 2/3 չապահովելը եւ 3/5 ապահովելու համար իրենց բացահայտ գողությունը։ Ամբողջ աշխարհը տեսավ, խոսեն չխոսեն, եվրոպացիները, ամերիկացիները բարձրաձայնեն չբարձրաձայնեն, նրանք բոլորը տեսան, որ իրենք գողացել են Բարգավաճ Հայաստանի 60,000-ի կարգի ձայները։ Այսինքն իրենք չեն կեղծել, հասկանում եք, կեղծելը էլի մեղմ է, սրանք գողացել են, բացահայտ գողացել են եւ այդ գողությունը բոլորի աչքի առաջ է եղել։ Ինչ են, բա գողանալն էլ ոնց է լինում, 247 ձայն ասենք, թե, հա, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, դե 247-ի փոխարեն իրենք 47 են մուտքագրել, դե կներեք օպերատորը սխանվել է, մի հատ երկուսը էլի չի գրել, ինչ ա եղել, այդ երկուսը 200-ը, հասկանում եք, այսինքն այնտեղ որտեղ պետք է հարյուրավոր նիշը ավելացրել են, այնտեղ որտեղ պետք է հարյուրավոր նիշը պակասեցրել են եւ այսպես իրենք փորձեցին նկարել իրենց թվերը, բայց այդ գողությունը, այդ ամեն ինչը բացահայտվել է եւ իրենք այլևս չեն կարող ասել գողություն, չեն կարել, ուղղակի փորձում են չխոսել դրա մասին եւ սա է իրենց գործելավոճը, ժողովրդին խաբել, խոսեցին ժողովրդավարությունից, ընտրությունները չկեղծելու իրենց ստեղծած ժողովրդավարության բաստիոնից ամենախայտառակ գողությունն արեցին ընտրակեղծիքների ձևով, ամենախայտառակ կեղծիքները եւ եթե նախկինում խոսում էինք 91 թվականի, հա, 96 թվականի, չգիտեմ, որ անընդհատ ընտրակեղծիքներից 91-ից մինչեւ օրս նրանք այնպեսի բարձր, այսպես ասած, պլանկային խփել ընտրակեղծարարության, որ շատ ընտրակեղծարարներ երանի կտային, այնպես որ խոսել ժողովրդավարությունից դա մի բան է իրականությունը, նրանք ոչ մի խոստում չեն կատարելու, սիրելի հայրենակիցներ, ոչ մի խոստում չեն էլ պատրաստվում կատարել, մինչև վերջի պահը կգա կունենան հանրակրվեի պահ, կունենան, ենթադրենք, ինչ որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պահ, մի նոր մի բան կանեն ժողովրդի աչքերին թոզ փչելու համար։ Ես ուզում եմ որպես հիշեցնել ձեզ սիրելի հայրենակիցներ, որովհետև դրանք սարերի հետևում չեն։ Ես անընդհատ խոսել ու պայքարել եմ, հիշում եք, 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի չիրականացման մասին։ Եթե դեմ չեք մենք դրան ապարման կգանք, ես մի հարց ուղղեմ եւ արդեն դուք մանրամասն կներկայացնեք ինչպես են այս ծրագիրը իրենք ուղղակի կապանել։ Տնտեսվարողների խնդրի հետ կապված Ռուսաստանի նախագահի հետ խոսվեց, միևնույն է արտահանումների սահմանափակումը շարունակվում է եւ ինչ է պարզվում։ Մեր հերից մեկը լավ հիշեցրեց, պարզվում է, որ ուղիղ եթերում խոսքեր թող եւ ուտող Նիկոլ Փաշինյանը այլևս
չի կարողանում ուտել։ Տեսեք, այստեղ շուտիկությունը, հա, այսինքն ձկնարտադրողների համար էլ է արտանա շուկան փակ, եւ որ այս խնդիրը չեն կարողանում լուծել, ձուկն ավարտվում է։ Խնդրեմ այս մասով ինչ խնդիրների առաջ են կանգնեցել։ Այո, փաստորեն նա ինքը իր հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եթե ինքը հայտարարում է, գիտեք, ձկնաբույծներ, ձկնարտադրողներ, դուք եք մեղավոր, դուք լավ չեք աշխատում, դուք ճիշտ ձևով չեք ձուկը բուծում, դրա համար ձեր ձկները ուրիշ երկրներում չեն վաճառվում, ուրիշ երկրները չեն ընդունում։ Դուք աշխատատեղ չունեք, սիրելի հայրենակիցներ, սիրելին հետ ես իմ կողմից ասեցի, Նիկոլն ասում էր, դուք աշխատատեղ չունեք, աշխատատեղեր չկան, որովհետև դուք լոդր եք, որովհետև ներդրողը չի գալիս, որովհետև դուք աշխատել չեք սիրում, ամեն ինչի համար մեղավոր կա, ամեն ինչի համար մեղավորություն կա, բայց բացի իրենց վարած քաղաքականությունից, իհարկե, դե չեն կարող ասել, որ իրենք մեղավոր են, որ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ գլուխ են խոնարհում։ Ծաղիկ վաճառողներին հիշում եք, իբր թե իրենք ապահովեցին ծաղկի արտահանումը Ռուսաստանից, տեղափոխեցին ծաղկի արտահանումը, ուր է այդ իրենց խոստացած դեպի Եվրոպա գնացող ծաղիկների հոսքը։ Գնաց, որևէ ուր է այդ իրենց դիվերսիֆիկացիան, ինչի մասին են խոսում, բա իրենք տարբեր ձևով պետք է զուգակշռեին, հավասարակշռեին տարբեր տնտեսական հարաբերություններ տարբեր երկրների հետ։ Սա է նրանց գործելավոճը, նրանք ամեն ինչ անում են, որ մեր տնտեսությունը, մեր տնտեսվարողները իրենց գործունեությունը չկարողանան ծավալել եւ ճանապարհ են բացում թուրքական տնտեսվարողների, թուրքական ներդրումների առաջ։ Սա է իրենց վարած ծրագիրը եւ ոչինչ միամիտ չի արվում, սիրելի հայրենակիցներ։ Եվ խոսում է Նիկոլ Փաշինյանը, որ եթե այս հարցը Ռուսաստանը չլուծի, սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է լինելու։ Չէ, մենք տեսնում ենք, թե ադրբեջանական շուկան ինչ արագ մոխրվում է։ Սա ոնց է Ադրբեջանը ամեն ինչ անում այո, ամեն ինչ անելու է, որ այդ շուկաները, որտեղից մեր հայ գործարանները դուրս են մղվում, գրավվելու են ադրբեջանցիների կողմից, սա է նրանց վարած քաղաքականությունը եւ ելի եմ կրկնում, ոչ մի հավասարակշռում այլ երկրների հետ հարաբերությունների արդյունքում տնտեսվարության չի լինելու, միակ իրենց ծրագիրը, ես միշտ ասել եմ ու ինձ միշտ ասել են, ես բացասական, չէ, դպրոցներ ասել եմ, խոստացել եք չեք կառուցելու, 300,000 ադրբեջանցիները գալու են, դուք ամբուլատորիաները փակում եք, որովհետև ձեր նպատակը սահմանամերձ գյուղերը, մարզերը դատարկելն են ադրբեջանցիների համար։ Հիմա էլ ասում եմ, սրանք ամեն ինչ անում են, սիրելի հայրենակիցներ, որ մեր տնտեսվարողները դադարեցնեն իրենց գործունեությունը եւ ճանապարհ են բացում թուրք-ադրբեջանական տնտեսվարողների համար, ճանապարհ են բացում թուրքական ադրբեջանական բիզնեսի համար, 300,000 ադրբեջանցին որ եկավ, դատարկ չի գալու, նրա համար բերելու են նաեւ իրենց իսկ ներդրողներին, իրենց իսկ ձեռնարկատերերին, իրենց գործատուներին եւ բայել երկիրը հանձնելը ոնց է լինում։ Հենց այսպես է լինում, սիրելի հայրենակիցներ, եւ ես ուզում եմ ուղղակի հիշեցնել մի քանի բան, որի մասին ես անընդհատ բարձրաձայնել եմ, միգուցե շատերդ համաձայնել եք, միգուցե շատերդ բացասական եք ընկալել իմ ասածը ներկայացնելով, որ ես շատ վատ ամեն ինչին եմ վատ արձագանքում, չէ, այդպես չի։ Ես խոսել եմ առողջության ապահովագրության համակարգի մասին, ես ասել եմ, որ այս համակարգը երկարաժամկետ կյանք չի կարող ունենալ այս ձևով ներդրված համակարգը, ինչու, որովհետև ամեն ինչի տակ պետք է լինեին հստակ հիմնավորված հաշվարկներ, որ չունեն, իրենց պետք էր ուղղակի 5 տարի ձգելուց հետո հիմա ապահովագրություն անել, որպեսզի քվե հավաքեին եւ դա իրենց արդյունքը տվեց։ Եվ անընդհատ խոսել եմ բժիշկների աշխատավարձի ցածր լինելու մասին հենց այդ համատեքստում եւ միգուցե նաեւ այդ պայքարի մասին, պայքարի արդյունք էր, որ այսօր բժիշկները սկսեցին մի քիչ ավելի բարձր վարձատրվել, բայց ես խոսել եմ նաեւ այն մասին, որ կամաց
անցնելու են համավճարների ավելի լայն կիրառման, այսօր այդպես էլ գնում է ճանապարհը, սիրելի հայրենակիցներ, դուք բոլորը շատ լավ տեսնում եք, որ այսօր ապահովագրության շրջանակում ծառայությունների մեծ մասի համար արդեն համավճարներ են կիրառվում, իսկ այդ ինչ է նշանակում, որ 2/3 համավճար, 1/3 ապահովագրության կողմից, սա նշանակում է, որ պետությունը 2/3-ով արդեն հետ է կանգնել իր խոստումներից, Եթե հիշենք նաև, որ տարեվերջին 3-րդ, 4-րդ եռամսյակների համար, ասենք դեղապահովման ծրագիրը արդեն բյուջեում 0 է, որովհետև գումարները բերել են, հանրային առողջության պահպանման ծրագրերը 0 է, որովհետև գումարներն արդեն բերել են, մենք չգիտենք, թե տարեվերջին ինչ պատկեր ենք ունենալու։ Միգուցե 100% այսինքն ամբողջությամբ անցնեն վճարովի համակարգի, սա է նրանց տեսակը։ Ես անընդհատ խոսում եմ 300 դպրոցների մասին, ասում Հիշում եք, ես անընդհատ ասում էի, որ 300, ես արդեն 2 տարի այնքան էի խոսում ազգային ժողովում այդ 300 դպրոցի ծրագրի իրականացման մասին, այնքան հետևողականորեն 3 ամիսը, 4 ամիսը մեկ պահանջում էի նոր կառուցված, նոր արդեն շահագործման հանձնված դպրոցների ցուցակներ, որ այլևս իրենք չէին կարող այդպես ջոռոմ խոստումներ տալ, թաքցնել եւ ես ասում էի, որ ապրիլին ես ստացել եմ 102 դպրոցի ցանկ, որոնք շահագործման էին ենթարկվել այդ 300 դպրոց ծրագրի շրջանակներում եւ ընդ որում այդ 102-ի մեջ 20-ից 25 դպրոցները դրանք դպրոցներ էին, որոնք նախորդ 15 թվականի կառավարության ծրագրի կառավարության կողմից էին իրականացվել, պարզապես սկսել իրականացվել, պարզապես իրենք այն վերջին կոսմետիկ վերանորոգումներն անելով ժապավեններն են կտրել։ Այդքանով հանդերձ Տիկին Անդրեսյանը ինձ ասում էր, դե մինչև հունիսի, մինչև մեր կառավարության աշխատանքի ավարտ, այսինքն արդեն հուլիս, մենք այդ 300-ը հանձնելու ենք, այն մնացած 200 քանիսը ընթացքի մեջ են։ Սիրելի հայրենակիցներ, այս ընթացքում ապրիլից մինչև հիմա քանի նոր դպրոցի շահագործման մասին եք լսել, իսկ համոզված եք, չէ, որ եթե նույնիսկ մեկ դպրոց սարքեին, նրանք այսպես մեծ մասշտաբներով հաղորդում էին ներկայացնելու, որ տեսեք, այս դպրոցը բացվեց, այս դպրոցը բացվեց, բա ուր են այդ 200-ը, հիմա խոսում են նոր 300-ի մասին, սիրելի հայրենակիցներ, նոր 300-ը չի լինելու, այս նոր 300-ի փոխարեն հələ թող են հին 200 քանիսը շարունակեն, սրանք սուտ խոստումներ են, ես նորից ուզում եմ ուղղակի խոսել կրթական համակարգի ահավոր վատ իրավիճակի մասին, մարզային բուհերի փակման մասին, պրոֆեսորադասախոսական կազմի վրա հարձակումների մասին, այս իշխանությունները իշխանություն գալու օրվանից սկսած բոլոր բուհերում հերթով սկսեցին չիրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի մրցույթի կարգով ընտրության օրենսդրական պահանջը եւ սկսվեց մեկ ուսումնական տարով աշխատանքային պայմանագրերի կնքման պայմանագիրը, պրակտիկան, այսինքն ինչ է դա նշանակում։ Դասախոսը, երբ որ արդեն 5 տարվա իր ընտրված ժամկետն անցել էր, նա պետք է նոր մրցույթի մասնակցեր, նոր 5 տարով պայմանագիր կնքվել։ Քանի որ մրցույթները չանցկացվեցին, ընտրությունները չանցկացվեցին, դասախոս ռեկտոր սկսվեց մեկ ուսումնական տարվա պայմանագրեր եւ արդյունքում այսօր սեպտեմբերը գալիս է, ռեկտորները իրենց ցանկացած, իրենց ուզած մարդկանց հետ այդ մեկ տարվա ուսումնական տարվա պայմանագիրը կնքում են, չուզածների հետ այլևս չեն կնքում։ Եվ ես պետք է ասեմ, որ իմ համառ պայքարի արդյունքում Վանաձորի մանկավարժական համալսարանում ես հասա նրան, որ վերջապես այնտեղ վերականգնել տվեցինք հոգաբարձուների խորհրդի կազմով, վերականգնեցինք այդ ընտրության այդ պրակտիկան եւ այլևս այնտեղ այս խնդիրը չունենք։ Նույնը արվեց նաեւ Երևանի մանկավարժական համալսարանի համար։ Սիրելի դասախոսներ, սիրելի պրոֆեսորադասախոսական կազմ, պայքարեք ձեր իրավունքների համար։ Մի թույլ տվեք, որ այդ մրցույթները չանցկացվեն, մի հանդուրժեք, որ ընտրությունները չանցկացվեն եւ մի հանդուրժեք, որ ռեկտորը ամեն տարի ձեզ հետ նոր պայմանագիր կնքելով ձեզ զրկի արձակուրդի իրավունքից, ձեզ զրկի անընդհատ ստաժ ունենալու իրավունքից, պայքարեք ձեր իրավունքների համար։ Սիրելի բժիշկներ, թույլ մի տվեք, որ առողջապահության ոլորտի ոչ մասնագետները ամեն օր մի նոր օրենսդրական փոփոխություն
փոփոխությամբ վատթարացնեն ձեր վիճակը։ Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ իրենք այդ չէ որ յուրաքանչյուր բժիշկ աշխատելու համար պետք է ունենա նաև անհատական լիցենզիա, օրենսդրական փոփոխության արդյունքում նրանք ուզում էին, եթե այս ԲՀԿ-ները ինչերը հաշմանդամության խումբ տվող այդ խմբերի բժիշկները որևէ տարվա մեջ 3 անգամ որևէ փաստաթղթային սխալ էին անում, ոչ թե բովանդակային, այլ նրանք զրկում էին, նրանք ուզում էին զրկել բժշկի լիցենզիայից։ Էլի նորից իմ երկարատև պայքարի արդյունքում կարողացա հասնել նրան, որ բժիշկների հետ նման կերպ չվարվեն եւ այո, սխալ են իրականացնել, պետք է պատժվեն, բայց իրենց լիցենզիան ընդհանրապես սառեցվում էր, կասեցվում էր 3 ամսով, ոչ թե 5 տարվա լիցենզիայից զրկում էին եւ ամեն ինչ պետք է սկսեին նորից։ Պետք է պայքարել, սիրելի հայրենակիցներ, գոնե պայքարեք ամեն մեկը ձեր տեղում, ձեր իրավունքների համար, թույլ մի տվեք, որ այս իշխանությունները յուրաքանչյուր ոլորտում անեն այն բոլոր քայլերը, որ բոլորին գցեն կախվածության մեջ։ Սրանց նպատակը դա է, բոլորին բոլոր ոլորտներում գցել կախվածության մեջ եւ կախված մարդը ավելի հեշտ կանխատեսելի է, ավելի հեշտ է նրանից քվե գողանալը եւ սրա արդյունքում մենք ունենք այն ինչ ունենք եւ սիրելի հայրենակիցներ, ես ուղղակի ձեզ կոչ եմ անում, մենք պետք է շարունակենք մեր պայքարը։ Այո, շատ դժվար է, շատ քիչ արդյունքի ենք հասել, բայց ինչ որ արդյունք գրանցել են, 2/3 այլևս չունեն։ Առաջիկա թիմ ընտրությունները բոլորիս համար պայքարի նոր տեղ են եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ սրանց ընտրակեղծարարությունների չափերը հնարավորինս մեղմվեն, որովհետև դա շատ կարևոր ոլորտ է եւ բոլորիս կոչ եմ անում, սիրելի հայրենակիցներ, չհուսահատվել, պայքարել եւ առաջիկա սեպտեմբերից սկսած թիմ ընտրություններից սկսած այդ պայքարը շարունակել եւ անպայմանորեն մենք շատ արագ չեմ կարող ասել շատ արագ, բայց մենք հասնելու ենք ի վերջո այս իշխանություններից ազատվելուն։ Մենք հասնելու ենք վերջապես այս ապազգային թուրք-ադրբեջանական տանդեմի պայմանները իրականացնող նրանց պահանջով սահմանադրությունը փոխելու պատրաստ, նրանց պահանջով ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելուն պատրաստ, նրանց պահանջով Բաքվի բանտերից գերիների հետ վերադարձի պահանջից հրաժարվող, նրա ադրբեջանական պահանջի համաձայն արցախահայերի հետ վերադարձի իրավունքից հրաժարվող այս իշխանություններից մենք ազատվելու ենք։ Պայքարելու ենք, պայքարը շարունակվում է եւ բոլորիս կոչ եմ անում չհուսահատվել։ Մեր պայքարը դժվար պայքար է, իսկ դժվար պայքարը, ինչպես գիտենք, այդքան հեշտ չի տրվում, բայց պետք չի հուսախաբվել, պետք չի հուսահատվել եւ մենք պետք է շարունակենք պայքարը, մեկ էլ զարկ տանք սրանց գլխին եւ ազատվենք այս իշխանություններից։ Շնորհակալություն։